Շնորհակալություն, հարցս ուղղում եմ պարոն Փաշինյանին։ Պարոն Փաշինյան, 30 վայրկյան էկրաններին։ Արթուր Օսիպյանի հետ կապված ես ճշտել եմ։ Արթուր Օսիպյանը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի վերջ եղել է 7-րդ պաշտպանական շրջանի 3-րդ գումարտակի 06 մարտական դիրքում։ Դրանից հետո 10 օր եղել է Շուշիի եւ Շոշի մատույցներում։ Այդ մարդուն թռածի պիտակ կպցնելը սխալ է։ Ես ինքս ձեր հրամանատարության ներքո մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, ինչ ասել եք արել ենք։ Դուք մեր բոլորի արժանապատվությունը վիրավորել եք ու եկել եք ստեղ, չեք էլ ուզում ներողություն խնդրել դրա համար։ Հիմա հարցս։ Ուզում եմ հասկանալ, դուք ինչի համար եք ծնվել, որ մեր այս ազգի որևէ մարդու որևէ դեպքում գտասրտություն առանց վիրավորանքի։ Վիրավորանք չի։ Առանց Այն զազրելի հարցը, որ տրվել է, ինչի համար ենք մենք չենք զոհվել։ Այդ նույն հարցը կրկնում եմ պարոն Փաշինյանի համար։ 1 րոպե։ Ես կրկնում եմ, որ Ղարաբաղի պսևդոէլիտան ինձ համար բոլորը թռածներ են, որովհետև նրանք այո ինձ մեղադրում էին, որ այս սահմանը չեմ բացում, որ իրանք Ղարաբաղից չգան եւ վերաբերվում է դա բոլորին, նաեւ նրանց, ովքեր այսօր եկել են եւ արձանագրում ենք, որ այսօր Հայաստանը մտել է խաղաղության դարաշրջան։ Մի հատ լրացրեք, հա։ Պարոն Կարապետյան, հիմա պատասխանի ժամանակն է։ Սա ինձ ձեր հարցի հերթն է։ Էլի ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիս-օգոստոսին Ղարաբաղում տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ թվում Հայաստանի այսօրվա եռագլուխ կուսակցության աջակցությամբ, ովքեր ասել են նույնը անելու են Հայաստանի Հանրապետություն լրի։ Անջատեք Նարեկ Կարապետյանի միկրոֆոնը։ Մի րոպե, Պարոն Կարապետյան, ձայնը անջատած է ձեր։ Խնդրեմ, շարունակեք, ձայնը անջատած է։ Եվ ես էլի ասում եմ, այդ նույն պսևդոէլիտան թույլ չի տվել։ Մենք անվտանգության խորհրդի նիստ ենք արել, զենքերը չեն կրակվել եւ հանձնվել են Ադրբեջանին եւ այն մարդիկ ովքեր գալիս են ասում որ Հայաստանը նորից պետք է մտնի Ղարաբաղի շարժման հորձանուտը, խոսքս Ղարաբաղի պսևդոէլիտայի մասին է։ Իրանք բոլորը թռածներ են դա։ 3 րոպե, պարոն Գյուրեղյան, խնդրեմ։ Պարոն Գյուրեղյան։ Ես եմ արձագանքում ընկերներ։ Պարոն Փաշինյան, ինչ կապ ունի Արթուր Օսիպյանը դրա հետ։ Դուք ինքդ որոշում եք մարդկանց կպցնել թռած տերմինը, դրանից ելնելով այդ մարդիկ այնուհետև ձերբակալվում են ու որևէ գթասրտություն մարդու նկատմամբ, ով որ ամբողջ պատերազմին մասնակցել է, չեք ցուցաբերում։ Այդ պատերազմին, որքանով որ ես տեղյակ եմ, ձեր որդին էլ է մասնակցել։ Որքանով որ տեղյակ եմ, այդ ամեն ինչը ում է վերաբերվում, այդ կոնտեքստում է հարցը։ Պետք չի հարցը բարձրացնել այն կոնտեքստում, որ մարդիկ երկիր են հանձնել ու իրանք պետքա գնան նստեն։ Մարդկային հարցը, այդ մարդը թռած չի։ Այդ ձեր վերաբերմունքն է, եթե դուք մինչև հիմա այս իմ ասած տվյալները չեք ճշտել, այդ նշանակում է կամ չեք ուզեցել ճշտել, իսկ եթե դուք դա չգիտեք, արձագանք, ուրեմն կարաք գոնե հիմա այստեղ հասարակության առջև պարոն Գյուրեղյան, բարձա գթասրտությունը առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ է, ովքեր ապրում են խաղաղության դարաշրջանում եւ այն մարդիկ, ովքեր ուզում են ոչնչացնել խաղաղությունը եւ Հայաստանը հետ մղել պատերազմի եւ կոնֆլիկտի հորձանուտ, ես նրանց նկատմամբ գթասրտության որևէ էլեմենտ չեմ ցուցաբերելու եւ նաեւ ասում եմ այն մարդը, որ Հայաստանի քաղաքացիություն չունենալով, նույնիսկ չդիմելով Հայաստանի քաղաքացիության մասին, կգա եւ Հայաստանի քաղաքացիներին կհողորտա ողնաշարեր ջարդելով, այդ բոլոր մարդիկ պետքա ժողովուրդը ինձնից պահանջում է կարգ ու կանոն պատասխանատվություն եւ լկտիության սահմանափակում։ Ես գնալու եմ այդ ճանապարհով, սիրելի ժողովուրդ, ոնց ստանձնել եմ ձեր առաջ, ուրեմն բոլորը կալուգացի օլիգարխից սկսած հոսանքի գողության համար եւ իրաց անգրագետ հայտարարություններով այդ մարդը ընդհանրապես կալուգացի օլիգարխը պետք է ընդհանրապես գրագիտության թեստ այդ մարդը ընդհանրապես տոննավաճառի հետ աշխատում Հայաստանի Հանրապետություն։ Մի վարքյան, Արման Թաթոյան։ 1000 կներեք էլի, պարոն Փաշինյան, այդ մարդու անձնագիրը կապույտ գույնի անձնագիր է, վրան գրած է Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Եթե ինչ որ պատճառներով
որոշվել է, որ եթե մեջը 0.70-ա, դա Հայաստանի Հանրապետության անձնագիր չի, դա քաղաքացու մեղավորությունը չի, որ դուք հիմա որոշել եք իրեն չհամարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պարոն Թաթյան, հետո Նարեկ Կարապետյան։ Պարոն Գյուրերյան, վերջ։ Պարոն Գյուրերյան, Մեղավոր չի թող դիմի քաղաքացիություն։ Պարոն Գյուրերյան, վերջ։ Անջատեք պարոն Գյուրերյանի միկրոֆոնը։ Ասեմ, Միկրոֆոնը անջատեք։ Իմ կարտիքը Վերջ, պարոն Թաթյան։ Վերջ։ Արման Թաթյան, Նարեկ Կարապետյան։ Առաջինը զոհերի թվում պետք է դիզվառելիքի